Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քոյլյան, ինչպես եք գնահատում այսօր Արարատ Միրզոյանի հայտարարությունները Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված։ Հիմա այս դարիներով այս Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար աշխատում եւ իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի եւ գարձեմ կալդարի հունվարին կամ փետրվարին գտնալ շատ լավ զարգացումներ պիտի տեսնենք։ Նախ եւ առաջ անշուշտ կարծեմ ասիկա պիտի ըլլա երրորդ երկրների քաղաքացիների համար ասփացումը հունվարին, եթե ամեն ինչ լավ է, անգեհետո հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն ալ Թուրքիա եւ Հայաստան պիտի գրանա երթալ։ Աստեսական զարգացումներ կսպասեմ եւ շատ հիմա աբական փայլուն տեսնամ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդում սահմանների բացման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունները երբ են ձեռք բերվել, ինչ ծրի շրջանակներ, ինչ քննարկումների շրջանակ։ Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե, անկարևոր է։ Հիմա անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ, բայց ամենամեծ արգելքի արքան գիտեք, այս Ադրբեջան եւ Թուրքիա ունի երկու երկր մեկ համայնք քաղաքականություն եւ հիմա այս երկու process-ը միասնապար քալելու արիթմ ունի անկարևոր է հիմա մեկը մյուսին արգելքներ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոնը եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոն մեկը մյուսին արգելքներ հիմա երկուքը միասնապար գնարկալ է եւ այս ամիսները շատ որոշիչ կդառնա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի եւ եթե արամիդիալ երկրներն ալ քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելի համար եւ Բաքուի նախագահ Ալիևը համոզելի համար կարծեմ ամեն ինչ գնա շարժել միասնապար։ Ըստ Թուրքիան ինչ է ձգտում սահմանների բացումը Հայաստանի հետ։ Թուրքիա հիմա քանի մի դարի վեր արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ այս սահմանը պիտի փանա եւ նախ առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արամիդիալ երկրներ գարզես որ Էրդողան արամիդիալ երկրները ասկեչ շատ քող պիտի լա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ չտեսավ շահմը չտեսավ արամիդիալ երկրներն եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ըսավ պետք չէ որ փանաս սահմանը մինչեւ այս հրամանդամ եւ երկրորդ ըսավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը սոկարը ներդրում պիտի ունենա 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նախագահ մնե եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ գործ ունիմ եւ դժբախտաբար արմդիալ երկրները շահ չլեսավ եւ դժբախտաբար աս սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանը կոչ մնաց բայց հիմա գարձեմ Թուրքիան Ադրբեջանը հասկացավ աս օգոստոս 8-ի պայմանագրերն հետո որ հիմա ժամանակն է առաջ շարժելու ժամանակն է անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ կարծեմ լավ զարգացումներ պիտի տեսնենք հունվարին Պարոն Փալյան ասացիք, որ եթե ամեն ինչ լավ գնա, այլ որ իրադարձությունները պետք է լավ գնան եւ ինչ խոչընդոտներ կան այս պահին, որովհետեւ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ասաց, որ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա առաջին բեռնատարը գալիս է ցորենով եւ ապաշրջափակումը արդեն իրականություն է։ Այդ դեպքում Թուրքիան ինչին է սպասում ապաշրջափակման համար եւ սահմանը բացելու համար։ Հիմա Թուրքիան հիմա դեսավ որ գրիվներով Թուրքիա ամեն ինչ գործունեություն 2020 թվականի գրիվով Թուրքիան գարզեց որ Թուրքիան շահմը պիտի ունենա գովգասի մեջ բայց անպես չեղավ Ռուսաստանը շահ ունեցավ մյուս երկրները շահ ունեցավ բայց Թուրքիան գործունեություն Թուրքիան հասկացավ որ մինակ հաղթության ջամփայով Թուրերը փանալով եւ ջամփաները փանալով Թուրքիա շահ կունենալ ասիկա հասկացավ եւ Թուրքիան հիմա գոմից է որբեսի սահմանները փանանք հաղթության process-ները առաջ շարժենք
եւ նորմալիզացիա process-ները առաջ շարժենք։ Այսօր համար գարզեմ շատ մեծ արիթի բադուհամ մկա Թուրքիան գոմից է, բայց հիմա բարոն գարզեմ նախախ Ալիևը հաշիվ մգնե, ինչ պիտի գործեն, ինչ շահեր բդունանա։ Այսօր փանալիննալ զարգացումներն են եւ ներդրումներն է։ Թրամփ ջամփայի ներդրումը պետք է օր առաջ պետք է առաջ շարժվի եւ մյուս թուրերը բացումնալ Թուրքիան Ադրբեջան շիդակ ջամփամը գա եւ այս ջամփան եթե փանանք Թուրքիան ընկերությունները ասկեշահ բիդունանա Հայաստան ընկերությունները եւ Ադրբեջան ընկերությունները ասկեշահ բիդունանա ասոր համար ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժել կամ ամեն ինչ գնա վադանալ ասոր աս ամիսները շատ որոշիչ բիդելա Թուրքիա Հայաստան Ադրբեջան հարաբերությունների համար Պարոն Փայլյան Հայաստանի որոշ շրջանակներ մտավախություններ ունեն հատկապես սահմանի բացման մասով անվտանգային առումով Հայաստանը վախենալու բան ունի Եթե սահմանները կոչ մնա վախենալու շատ բաներ ունի Հայաստանը 30 տարի ի վեր մեր սահմանները կոչ է եւ դժբախտաբար մենք ահետներ ապրեցանք Եթե սահմանները բացելա արևդուր գնենք դիպլոմատիկ հարաբերություններ ըլլա եթե տուրիստիկ հարաբերություններ ըլլա Ասիգա բիդի պերը հաոտյուն աշարակրության այս վստահ եմ որովհետեւ ինչու Թուրքիա Հունաստանն խնդիրներ ունի չէ ունի բայց սահմանները բաց է արևդուր գա եւ 20 միլիոն տուրիստ գուկա Հունաստանի գազիներուն եւ Թուրքիա գոմից երբ որ նախկաները իրարու բորա մենք կխնդանք ինչու մենք գիտենք որ գրիվ չի բդլա որովհետեւ ասիգա երկու գոմնա գործունեությունը ասկրևեն եթե Թուրքիան եւ Հայաստանն Այս տեսակ դնդեսական դիպլոմատիկ հարաբերությունները ավելացնե եւ այս սահմանները բացվի այս նահաբաշուրները պիտի վերջանա եւ այս տեսակ իրարու հետ արևդուրնելով երկու կողմնալ պիտի ունենա շահեր եւ եթե խնդիր ունենալնալ երկու կողմնալ պիտի գործունեությունը որովհետեւ այդ ջամփաները նեֆտի ջամփաներ դեյթա ջամփաներ կամ շոկեգարքի ջամփաներ ասոնք պիտի բերը հաոտյուն եւ աս հաոտյունը մնայուն բիդելը որովհետեւ բոլոր երկրները ունի գորուստներ երբ որ գրիվին եթե հաոտյունը գազմագարբեն մնայուն հաոտյունը գազմագարբեն բոլոր ժողովուրդները բիդունան շահեր ասիգա բիդելը այս գարանտին այս հաոտյան գարանտին